ծեր, միայնակ մարդ է, շատ տարօրինակ, ընդհանրապես չի շփվում ոչ մեկի հետ, ոնց որ թե նկարիչ է կամ զբաղվել է նկարչությամբ ջահել ժամանակ։ Ու ամենատարօրինակը այն է, որ այդ տարօրինակ մարդը անընդհատ հետևում է իրան։ Սկզբում իրան թվում էր, թե դա իրան է թվում, հետո հասկացա, որ չէ։ Ոնց որ ամեն առիթով, երբ որ ինքը անցնում է իր տան պատուհանների դիմացով, տեսնում է հարևան տնից իր տան պատուհանի մոտ սենց անշարժ կանգնած այդ ծերուկին, ով անթարթ նայում է իր ուղղությամբ։ Կամ ասենք, երբ որ տուն է մտնում կամ տնից դուրս է գալիս, նույն հայացքով միշտ նայում է իրան։ Ու ընդհանրապես չի խոսում, չի ժպտում, ոչ մի էմոցիա ցույց չի տալիս։ Բարևին էլ շատ սենց թեթև գլխով պատասխանում է ու վերջ։ Ու ավելացնում է նաև, որ չնայած երբեք ոչ մի մարդ չի տեսել այդ հարևանի տանը, բայց կա տարօրինակ երեխայի ծղրտոցներ է լսում, ու հենց այդ պահին, երբ որ ինքը ասում է դրա մասին, կողքի սեղանից ինչ-որ փոքր աղջիկ սենց բարձր ճչում է, այս կինը նայում է, ասում է հենց սենց ծղրտոցներ եմ լսում։ Մի խոսքով հետո դուրս են գալիս այդ կաֆեից, քայլում են ինչ-որ այգով, տենց որոշել են, որ այդ օրը պետքա քայլեն։ Հասնում է այն պահը, որ արդեն պետքա գնան տուն, արդեն երեկո է մոտենում, արևը մայր է մտել, բայց դեռ մութ չի։ Ու հենց այն պահին, երբ որ այդ կնոջ տունը արդեն տեսադաշտում երևում է, տեսնում են, որ տան լույսերը վառված են։ Կինը միանգամից սենց ինչ-որ տագնապով է լցվում ու ասում է, որ ինքը սովորություն չունի լույսերը վառած թողելու, ու տենց դանդաղ մոտենում են տանը, հասնում են դռանը ու տան դուռը բաց է, մի այսքան սենց բաց է։ Կանգնած են դռան դիմաց, այս կինը վախենում է մոտենա դռանը, որովհետև ինչ-որ բան է զգում։ Ամբողջական տարբերակը արդեն YouTube-ում է, եկեք։